Չէ, ես կհասցնեմ, հաստատ կհասցնեմ, ինչի մասին է խոսքը, ընկեր Մնացականյան։ Լավ, եղավ։ Սասետ ինչ է եղել։ Հեչ դու մոտ անգլերեն եք պարապում ինքներ, ասում է պետք է սաղ բոնկի այդ վարժությունները գրենք, տեքստերը անգիր անենք ու գնանք, վաղ է այդ սաղ։ Ու դու աննորմալ չես։ Բա պիտի ընդունենք։ Նա ինձ նոր շորեր եմ առել։ Սիրուն, հա։ Վայ, հա, շատ սիրուն է, տես, ես նախ շտեմաններ լրացրեմ, պետք է ինձ նոր շտեմաններ առնեմ, տես։ Լավ, հանգստացի, գնաս կառնես։ Շտեմաններ առնեմ ես։ Դե տենց հետո էլ գնացինք քայլելու։ Սաս։ Հա, լսում։ Չէ, լսում։ Ուղղակի ես ժամանակ չունեմ տունը հանգստանամ ու քնեմ։ Ըստ մի 7 րոպե էլ ժամանակ ունեմ, էլի մնա շտեմաններ չգողանան, ես մի քանի րոպե աչք կպցնեմ։ Երբ գնանք մի օր կոֆե խմելու։ 29-ին։ Լուրջ ես ամսվա 29-ի։ Չէ, ինչ ես ամսվա 29-ը, 2029-ը թվի։ Ես այդ վախտ եմ պրսում բարապուկներս։ Ախր զարմանում եմ, խի ես այդքան քեզ տանջում։ Բա ինչ անեմ, չպարապեմ, չընդունեմ ու կործանվի զախկյանքս։ Էտա ձեր ուզածը, հա։ Չէ, պարապի, բայց պարտադիր չի սաղորը գրքերի մեջ կորես։ Նոր հարթակ կա հատուկ դիմորդների համար։ Երբ ուզես, որտեղից ուզես, կարաս պարապես։ Այդ ոնց։ Հələ սպաս ուր է հեռախոսն ակնան։ Հա, հեսա գտան, նա սկզբում թեստ ես անցնում, ստուգելու համար քո գիտելիքները։ Հետո ընտրում ես առարկան ու ստանում ես վիդեո դասը, նայում ես այնքան ինչքան ուզում ես։ Այո։ Հետո ծրագիր տալիս է քեզ թեստերը, տնային առաջադրատներ, լուծում ես ու ուղարկում դասախոսին։ Իսկ ինչ էլ որ չհասկանաս, կարաս դիմես կոմենտորին կամ AI օգնականին։ Դա շատ հավես հարթակ է, այս գրքերի ձեռը կարակն եմ ընկել ես արդեն։ Ահա, լսի, այդ հարթակը հենց դիմորդների համար է։ Չէ, ընտիր է, էսի։ Հիմա ինչ ես անում։ Լսի ուզում քննական թեստ անցնեմ, որտեղ եմ թերանում, որ դրանք շտկեմ։ Հա, լսի, այդտեղ քո առաջընթացի հիման վրա կանխատեսում կա, թե մոտավոր ինչ կստանաս քննությանը։ Շատ լավ է, դե քել գնանք կոֆե խմենք, սրանից հետո ես ունեմ լիքը ազատ ժամանակ ու լիքը փող։ Նո, էլի։